Ակտուալ արվեստ մշակութային միությունը Խնկո Ապոր գրադարանում կազմակերպել էր «Իմ պատմությունը» խորագրով վիրտուալ արվեստի մրցույթի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի մասին խոսեցինք վիրտուալ արվեստ հասարակական կազմակերպության անդամ Լևոն Գյուլխասյանի հետ։ Ընդհանուր առմամբ գաղափարը եկավ նրանից, որ Գյումրի աղետը չնայած 20+ տարի առաջ էր տեղի ունեցել, բայց շատ ժամանակ ինքը կարելի ասել մոռացված է, թե պետության կողմից, թե ընդհանրապես մարդկանց կողմից։ Եվ մեզ թվաց, որ վիզուալ արվեստների միջոցով թարմացնել եւ խնդրեմը նորից վերհանել, ինչ խնդիրներ կան հիմա, հենց այժմյան կտրվածքով շատ կարևոր կլինի։ Այսպեսով հայտարարվեց այս վիզուալ արվեստների մրցույթը, որի շրջանակներում հավաքվեցին ծաղրանկարներ, հավաքվեցին կոմիքսներ, հավաքվեցին պլակատներ եւ ֆիլմեր։ Մենք որոշեցինք, որ արժի դրսից մասնագետներ կանչել, կոմիքս նկարողներ եւ կոմիքսի սցենարիստներ, որոնք դասընթացներ կանցկացնեն։ Այստեղ դուք կարող եք տեսնել այդ դասախոսներից մեկի կոմիքսը, հենց այդ դանիացի Օլե Կոմոլի կոմիքսն է, ելի նվիրված Գյումրիի թեմաներին։ Սա էլի Գյումրիի մասին պատմություն է, մի աղջկա մասին, որ կորցնում է իր ընտանիքը, բայց հետո իրան վերգտնում է։ Մյուս կողմը այս պաստառի կարող եք տեսնել արդեն իր աշակերտի, այո, որոնք գյումրեցիների արդեն, սա գյումրեցի մի տղայի, սա Աշոտ Տիրատուրյանի նկարն է, որ հիմնված է էլի Գյումրիի այդ աղետի վրա։ Այստեղ կարող եք տեսնել մի կոմիքս, որը նկարել է երևանցի մի տղա, ես իմ կարծիքով շատ արտակարգ մի բան է, որովհետև տեսեք ինքը ոչ թե տրադիցիոն ինքը ուղղակի դրել է շրջանակների մեջ, այլ ոնց որ մի քանի շերտ ունի, ինքը 3D անցնել առաջ։ Այստեղ նույնպես դուք կարող եք տեսնել պաստառներ։ Հետաքրքիր է, որ ծաղրանկարների մեծ մասը դրամադրել են բավականին հայտնի մեր ծաղրանկարիչները, որոնք դեռևս սկսել են աշխատել սովետական միության ժամանակ։ Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվեց Մանուկ Նիգոյանի եւ Սոնա Արսենյանի «Համարը սև սպիտակ կինո» անունով ֆիլմը, որը պատմում է սպիտակի երկրաշարժի մասին։ Ամենամեծ ուշադրություն տված էր մի կադրի, որտեղ երեխան, այսինքն ամբողջ իրադարձությունը պատտվում է հենց այդ կադրի շուրջ, որտեղ երեխան սպիտակ ներկով ներկում է իր գլուխը։ Ուրեմն սպիտակի քաղաքապետը Երևանում գործուղման է լինում ու երբ իմանում է սպիտակի երկրաշարժի մասին, ուղղաթիռով վերադառնում է սպիտակ ու երբ վերևից տեսնում է քանդված սպիտակը, մազերը 1 ժամում սպիտակում են, դա իրական դեպք է։ Մարիա Եղիազարյան, Աննա Փափազյան, Civilnet։